Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Ու այսքան տարի ես օգտվել եմ մի հոգեբանի ծառայություններից, ով ամենաշատ ուներ հոգեբանի կարիք։ Այս դեպքում արդեն հոգեբույժի։ Ինչ ուզում ես արա, ինչ ուզում ես ասա, միևնույնն է, ոչինչ չի փոխվելու։ Ես այս խաղը արդեն սկսել եմ, ու մինչև վերջ եմ գնալու, ու այս անգամ Նարին է, հաղթանակը իմն է լինելու։ Ցավում եմ քո համար, բայց հենց այստեղ քո խաղն ավարտվեց, ու չեմ կարծում, որ քո օգտին։ Այսինքն Գոնե այսքան տարվա մեջ քեզնից մի բան սովորել եմ։ Ցավում եմ, որ որոշեցիր այսպես խաչ քաշել ու կործանել ապրելու քո միակ հնարավորությունը։ դու չես Անինան, դու ես ոչ ոքի ցույց չես տա, չէ՞։ Կանեմ։ Դու այդքան բան ես արել, ես ինչա որ ես չանեմ։ Ես հիմա գնում եմ։ Իսկ դու ամեն ինչից ել գտնում ես, չէ՞։ Դե կարծում եմ տուն գնալու ճանապարհներ կգտնես։ Քնած է Էլկան, ոնց է։ Հա, քնած է, ջերմությունը շատ բարձր է։ Լսի, կարող է հիվանդանոց տանենք։ Ինչի համար։ Դե ասում ես ջերմությունը չի իջնում, դրա համար տանենք հիվանդանոց։ Դե Արման ուղղակի մրսել է կամ էլ սեզոնային ինչ-որ վիրուս է։ Էս ինչքան բան ես բերել, ընդամենը մի տուփ ջերմիջացան էի խնդրել։ Միրգա, քաղցրավենիքա ու իրա սիրած շոկոլադից է։ Ես գիտեմ, ինքը որ իրա սիրած բաներն ուտի, հաստատ ավելի շուտ կլավանա։ Այնքան եմ ափսոսում, որ ձեր հարաբերությունները այս ընթացքը ստացան։ Իսկ կլինի այդ մասին չխոսենք։ Հա, կներես։ Ասում ես քնած է։ Հա, շատ թույլ է։ Լսի սար, իսկ տանը էլի մարդ կա։ Չէ, ուզում ես մոտը մտնել։ Չգիտեմ։ Վայ, ես մի հատ զանգ պիտի անեմ։
Էլկան քնած է, Արմանն էլ Էլկայի մոտ է։ Հա՞։ Հիմա ամեն ինչ կբացատրեմ, մենակ խնդրում եմ կամաց, եթե Արմանը հասկանա, որ տանն էլի մարդ կա, հաստատ իրեն վատ ազգալու։ Մի րոպե, չհասկացա։ Իսկ ինչի պետք է անենց չանենք, որ Արմանը իրան վատ չզգա։ Նախ եւ առաջ ինքը պետք է վատ զգար ստեղ գալուց առաջ։ Բացի այդ, ասում են, որ բաժանվել են, բայց գաղտնի հանդիպումներ են կազմակերպում։ Ինչ ներկայացում է։ Դե լս ինչ եմ ասում, Էլկան չգիտի, որ Արմանն է ստեղա։ Մի րոպե, բան չեմ հասկանում։ Հիմա որ լսես, ամեն ինչ էլ կբացատրեմ։ Ասա լսում եմ։ Արմանն եկել էր, որ Էլկային դեղ հասցնի։ Այսքան բան։ Դու գիտես իրենք իրար ինչքան շատ են սիրում։ Էլկան տառապում է։ Զար, ես հասկանում եմ։ Ինձ համար էլ է դժվար Էլկայի տառապանքները տեսնել։ Ուղղակի բաժանումը եղել է Էլկայի որոշումը։ Ախր Արմանը իր կամքից անկախ դարձել է մեր թշնամին։ Ես էլ եմ հասկանում, որ ինքը ոչ մի մեղք չունի, բայց պետքա միշտ իրատես լինել։ Ռեբեկա Արմանն էլ է տանջվում։ Պետք չի այդպես տրամադրվել այդ տղայի հանդեպ։ Սար ճիշտ հասկացի։ Երբ խոսքը գնում է Արմանի մասին, ամեն ինչ այլ է։ Բայց երբ գիտակցում եմ, որ հորս սպանողի տղան հիմա գտնվում է մեր տանը, ամեն ինչ ուրիշ է։ Ես գիտեմ, որ դու էլ ես այդ նույն իրավիճակում եղել։ Բայց ամեն դեպքում ինչքան էլ չհամաձայնես ինձ հետ, միևնույն է, մեր պատմությունները մի փոքր այլ են։ Հա, ես ինչքան էլ հասկանամ ու գիտակցեմ, որ Արմանը անձամբ ոչ մի մեղք չի գործել, միևնույն է, իրենց բաժանումը եղել է իրենց երկուսի որոշումը։ Ու մենք հիմա պետք չի փորձենք իրանց միացնել կամ ամեն ինչ անենք, որ հանդիպեն։ Ընդհակառակը մենք պետք է ամեն ինչ անենք, որ իրանք հեռու լինեն իրարից, որ հետագայում ավելի մեծ խնդիրներ չստեղծվեն։ Ռեբեկա, իսկ Էլկայի զգացմունքները նշանակություն չունեն։ Սար, կրկնում եմ, բաժանումը եղել է իրանց երկուսի որոշումը։ Ես երբեք ոչ մի ձևով չեմ միջամտել այդ ամեն ինչին։ Ընդհակառակը, երբեմն Էլկային օգնել եմ, ինչ որ խորհուրդներ եմ տվել, բայց հիմա երբ իրենք որոշումը կայացրել են, ես մենակ ուրախ եմ, որ կկարողանամ փրկել քրոջս ու հորս հիշատակը։ Բայց տենց ճիշտ չի։ Դու առաջին հերթին Էլկային ես ցավեցնելու։ Սար, խնդրում եմ, հիմա գնա ու ասա Արմանին, որ դուրս գա Էլկայի նջարանից։ Ես չեմ ուզում գնամ, որ էմոցիայի ազդեցության տակ սխալ բաներ չասեմ իրեն։ Ռեբեկա, բայց Սար, խնդրում եմ, գնա։ Լավ, այստեղ սպասի, հիմա կգամ։ Ոնց է։ Քնած է, բայց ոնց որ լավ էր։ Հա, լավ է, թող քնի։ Գնում ես։ Հա, Սարոյանի հետևից պետք է գնամ։ Սար, որ ինչ որ բան պետք լինի, զանգի, լավ։ Հա։ Ինչ որ բան ա եղել, մի տեսակ ես։ Չէ։ Ես էլ գնամ Էլկայի մոտ մնամ։ Բարև։ Դե լավ, ես գնամ։ Գնաց արդեն։
Վեր կաց։ Քո հետ եմ վեր կաց, ես քեզ գրկած չեմ տանելու։ Ռեբեկա, կլինի Էլկայի մոտ կարծիքդ չհայտնես։ Դրա կարիքը չկա։ Էլկան ինքնավորոշում կայացրել։ Ախր այդ որոշումը գիտակցված չի։ Դա ցավի ու էմոցիաների ազդեցության տակ արված։ Կլինի դու էլ դա Էլկային չասես։ Ու ընդհանրապես ոչ դու, ոչ ես արի Էլկային ոչինչ չասենք, լավ, բայց ես իրավունք ունեմ պահանջելու, որ Արմանը այս տոն էլ չգա։ Ռեբեկա, բայց պապին Արմանին աշխատանքի է ընդունել։ Ինչ ես անելու։ Կխոսեմ պապիի հետ։ Ռեբեկա, խնդրում եմ։ Սար, ես էլ քեզ եմ խնդրում։ Արի ուղղակի այս թեման փակենք, լավ։ Ամեն դեպքում մենք էլ չենք կարող Արմանի հետ շփվել, այնպես իբր ոչինչ չի եղել։ Չենք կարող ու վերջ։ Հիմա ինչպես եք ձեզ զգում։ Ոչինչ, մի քիչ թույլ եմ, բայց արդեն ավելի լավ։ Շատ լավ, ձեր անալիզների պատասխանները կես ժամից պատրաստ կլինեն։ Հիմա լավ կլինի, որ մի փոքր հանգստանաք։ Շնորհակալ եմ։ Թրեմ։ Ու քեզ թվում է, եթե նման տեսարաններ սարքես, ինչ-որ բան է փոխվելու։ Քո վերջը եկել է ձյան։ Դու հիմա ընդամենը փրփուրներից ես կարճում։ Բա որ ինձ չէիր հավատում, ինչի բերեցիր հիվանդանոց։ Որովհետև անկախ ամեն ինչից մենք տարբերվում ենք։ Ինձ համար բացարձակ միևնույն է, կես ժամ ուշ, թե կես ժամ շուտ կբացահայտվի քո իրական դեմքը։ Կարևորը, որ հենց այսօր վերջ կդնեմ քո այս խաղին։ Իմաստ չունի, չէ՞ քեզ խնդրել է, որ չանես։ Իսկ ինչի պիտի չանեմ։ Մի պատճառ ասա, ինչի համար ես պիտի խղճամ քեզ ձյան։ Ինչ ուզում ես արա։ Սրանից հետո խղճալ բառը իմ ամնի կողքին չդնես։ Ավելի լավ։ Ես դրսում կսպասեմ։ Այստեղ օդը մի տեսակ ծանր է ու խեղդող։ Իսկ դու ավելի լավ մտածես, թե հաջորդ հնարքն ինչ ես մտածելու, որ ձգձգես ձերբակալությունդ, որովհետև այս ներկայացումդ արդեն կես ժամից ավարտվելու է։ Կապ չունի, որ երկրում չեմ լինելու, ես միշտ կապի մեջ եմ։ Ինչ որտեղ եք գնում։ Հա, գործեր կան։ Էլկան ոնց է։ Արդեն լավ է։ Ինչ որ բան այն չի։
Բժիշկ, անալիզների պատասխանները պատրաստ են։ Այո, ես էլ հենց գալիս էի դրա մասին ասելու։ Վստահ եմ ամեն ինչ կարգին է, չէ։ Իհարկե, ամեն ինչ հրաշալի է։ Այդպես էլ գիտեի։ Անհանգստանալու ոչ մի բան չկա, չգիտեմ ինքը տեղյակ է թե չէ, բայց թուլությունն ու վատանալը հղիության հետ է կապված։ Մի րոպե։ Հղիություն։ Այո, ոնց հասկանում եմ ինքն էլ չգիտի։ Այս պահին մի փոքր վտանգավոր էտապ է, պետքա զգույշ լինեք։ Ձիանային չի կարելի հուզվել, լարվել, տոնուս ունի, պետքա հանգիստ ապահովեք։ Մինչև մնացած հետազոտությունները թող մի փոքր էլ պառկի։ Կարող եք դուք հայտնեք լավ լուրը։ Արման ջան, մի րոպե իջիր։ Իջիր, պիտի խոսեմ։ Հալո։ Երևի մտածեցիր բոլորդ մասին եմ խոսում, հա։ Չէ։ Հա, Արման, հա։ Բայց ես բոլորովին այլ թեմայով էի խոսում։ Պարզապես տնից չէի կարող խոսել։ Խիստ անձնական այլ թեման։ Թղթապանակս կբերես։ Պապի, Էլքան ոնց է։ լավ է, քնել է։ Դե լավ է։ Պապի, մենք պետքա խոսենք։ Հետո։ Բայց կարևոր է։ Հետո, Ռեբեկա։ Չեր սենց ջղայնացած։ Ոնց որ ավելի շուտ մտահոգված էր։ Դե դու երևի ավելի լավ ես ճանաչում պապին։ Կներես, նյարդերս են։ Ինչ ես անում։ Նստի։ Նստի ասեցի։ Չեմ նստում։ Ես այստեղ ժամանակ վատնելու չունեմ, պետքա գնամ այստեղից։ Նստի։ Նարինե, գիտես ինչ, հոգնել եմ ես ամեն ինչից, քեզանից էլ, բոլորից էլ, ես բոլոր պատմություններից։ Ինչ ես ուզում անես։ Ուզում ես տանես ոստիկանությունը ձայնագրությունը։ Տար, խնդրեմ, տար։ Եթե կուզես, ես էլ հետդ կգամ ու ամեն ինչ կհաստատեմ։ Քեզ թվում է ինձ հեշտ է այսպես ապրելը։ Քեզ թվում է ինձ հեշտ է այսպես ապրելը, Նարինե։ Ես իմ ամբողջ կյանքում պայքարել եմ ու չգիտեմ թե ինչի համար։ Այդ ճանապարհին կորցրել եմ ամեն ինչ։ Բոլորին ու ամեն ինչ։ Մի աղբեր ունեի։ Ինքն էլ այնձանից հրաժարվել։ Էնպես որ վեր կաց գնա արա այն ինչ պիտի անես, եթե դու չանես, ես եմ անելու։ Ոչ ես եմ որևէ բան անելու, ոչ էլ դու։ Մենակ չասես, որ այնքան հիմար ես,
որ որոշել ես այս անգամ էլ ինձ ներել։ Չսպասի, ավելի լավ բան մտածեցի։ Երևի նարինեական ոճով ես ուզում գործես։ Այնքան բարի ես ու հիմար, որ նույնիսկ ես արազներս ես ուզում ներես։ Ու գիտեմ ինչի համար։ Որովհետև իրար հետ ապրած կյանք ունենք։ Իրար հետ ժամանակ ենք անցկացրել, իրար հետ կիսած բան ունենք։ Դրա համար հիմա չես ուզում ինձ վնասես, ճիշտ եմ։ Չգիտեմ էլ, լացեմ թե ծիծաղեմ։ Իրոք լացելու է ջան։ Լացելու է այն, որ Աստված քո չար հոգին պատժելու փոխարեն պարգև ու օրհնություն է ուղարկել։ Շնորհակալ եմ։ Ես զգացի, որ դու սուրճ ես ուզում։ Ալո։ Սար, ոնց է էլ կան։ Քնած է դեռ։ Որ արթնանա ինձ կգրես, լավ։ Հա, անպայման։ Ապրես Սար ջան։ Պապի։ Հետո Ռեբեկա։ Բայց ինչ ա եղել։ Հետո ասեցի դուրս գնա, հետո ես քեզ կկանչեմ։ Չնայած ես ով եմ, որ քննեմ Աստծո գործերը, կարող այսպես ավելի ճիշտ էր։ Ինչ ես խոսում։ Չեմ ուզում դատել կամ որոշել արժանի ես թե չէ, Բայց ինչ։ Դու հղի ես։ Եթե ես նոր հորինացիր, հա։ Չէ։ Հա։ Հա Դիանա։ Անհնարա։ Նան է անհնարա, ուղղակի անհնարա, այսքան տարի հնարավոր չի եղել, անհնարա, նան։ Պաստորեն հնարավոր է։ Չէ, սխալմունք է, հաստատ սխալմունք է, նան ես։ Այս երեխան ոչ մի մեղք չունի, որ դու ես լինելու մայրը։ Գոնե հանուն իրա որոշի վերանայել կյանքդ։ Այս երեխան քո միակ հնարավորությունն է, քո փրկությունն է։ Ինչ փրկություն ես, ինչ ես խոսում, ինչ փրկություն, ես ինչ պիտի պատմեմ այդ երեխուն, ոնց պետք է բացատրեմ, որ ինքը ապրում է այն կյանքով, որին արժանի չի, ինչ ես դու խոսում։ Չէ, դու խելագարվել ես, ինչ ես խոսում, անհնար, հնարավոր չի, նան։ Ես չեմ կարող, այս երեխան անհնար է։ Չէ, նան, ինչ եմ, ես չեմ կարողանալու, անհնար է, չեմ ուզում, ես հիմա չեմ ուզում։ Ուշքի արի։ Ուշքի արի։ Քո ուսերին արդեն այնքան մեղ կա, որ երբևէ չես կարողանալու տակից դուրս գաս։ Երեխուց հրաժարվելու միտքը արդեն իսկ ծանր ու սարսափելի մեղ կա։ Դու հնարավորություն ունես։ Աստված քեզ երկրորդ հնարավորություն ա տվել ամեն ինչ մի կողմ դնել ու կյանքդ սկսել զրոյից։ Դու ինչ էիր ասում ձյան։ Ասում էիր, որ մենակ ես։ Ասում էիր, որ ոչ ոքի պետք չես։ Իսկ հիմա ծնվելու է մեկը, ում համար դու լինելու ես առաջին տեղում։ Ծնվելու է մեկ, ով անկախ ամեն ինչից սիրելու է, քեզ հասկանում ես։ Գոնե հանուն այդ երեխու դու պիտի ուշքի գաս։ Այս այն հնարավորությունն է, որ շատերի համար պարզապես երազանք է։ Երևի պատահական չէ, որ այս պահին իմացանք լուրը։
Ես ոչ մի բան չեմ անի։ Այդ ձայնագրությունը ոչ մեկին ցույց չեմ տա։ Թող սա լինի իմ լավությունը քեզ կամ ավելի ճիշտ քո երեխային։ Ես չգիտեմ, թե ինչ կլինի հետո, բայց պետք չէ այդ երեխային պատժելու, զրկել ապրելու միակ հնարավորությունից։ Չնայած որոշումը քոնն է, մի խոսի էլ մի խոսի։ Ինչ ես այդ բարի դեմքով բարություն բաժանում, հերիքա խոսես, դու ինձ ավելի ես հիմա վնասում, ավելի վատ ես անում, նան, մի խոսի։ Ճիշտ ես։ Ես էլ եմ զգում, որ արդեն հերիք է։ Բարի օր, Սարա ջան։ Բարի օր։ Լավ ես։ Մենակ ես տանը։ Չէ, մենակ չեմ։ Որոշեցի սուրճ պատրաստեմ ու կիսաթոդված ունեմ, ուզում եմ դրա վրա աշխատել։ Կարող եմ քեզ մի բան խնդրել։ Այնքան ծանր օր եմ ունեցել։ Տպավորությունն է, որ մի քանի ժամում մի քանի տարի կորցրեցի կյանքիցս։ Գլուխս ուղղակի պայթում է։ Ինչ որ բան է եղել։ Ինչ եղել է, նոր չեղել է։ Ուղղակի այսօր էլի հերթական հետևանքին բախվեցի։ Իրականում չեմ հասկանում ինչա կատարվում, բայց իրոք շատ հոգնած տեսք ունես։ Ուզում ես գնան ընջարան կամ հյուրասենյակ, ես սուրճդ այդտեղ կբերեմ։ Լավ բալես, դե ես ընջարանում կլինեմ։ Որոշեցի մի պահ դադար տամ, չաշխատեմ, որ միասին սուրճ խմենք։ Շնորհակալ եմ։ Տանն ամեն ինչ կարգին է։ Հա։ Սա այներ ինչ պետք էր։ Ինչ որ լուրջ բան է եղել։ Չնայած պարզ է, որ ինչ որ բան է եղել, թե չէ, այս վիճակում չէիր լինի։ Նախ շատ հոգնած տեսք ունես, հետո ինքդ ես ասում, որ լարված օր ես ունեցել, հիմա էլ նստած ես ու հազիվ ես խոսում։ Նենց տպավորություն է, որ մտքերով լրի, որ իշ տեղ ես։ Չգիտեմ, երևի այդպես է։ Բայց այսօր իրականում շատ տարօրինակ օր էր։ Ինքս իմ առաջ նոր մարտահրավերներ դնելու, տարիների պինդ բռնածն ու փայփայածը բաց թողնելու, նոր իմաստներ գտնելու, հաղթելու ու նորից պարտվելու մասին էր օրը։ Փաստորեն իրոք ծանր օր ես ունեցել։ Սարա ջան, այս օրը մի օր պիտի գար։ Եթե չգար, ես այդպես էլ չէի հասկանալու, թե ինչի եմ անդադ խուսափել այս պահից։ Դու իրավացի էիր, երբ ասում էիր, որ թույլ կամ ուժեղ լինելը դա մեր ընտրությունն է։ Հա։ Իրականում թույլ լինելը շատ ավելի հեշտ է, որովհետև ոչ մի պատասխանատվություն չի ենթադրում։ Մարդիկ մտածում են, որ թույլ ես, անկարող ես, փորձում են ամեն հնարավոր միջոցներով օգտագործել ու շահագործել քեզ։ Հա։ Իսկ մենք համաձայնում ենք այդ կարգավիճակին,
որովհետև հակառակ դեպքում որևէ բանի համար պիտի պատասխանատվություն վերցնենք մեր ուսերին։ Իսկ այ ուժեղ լինելը առաջին հերթին դա իրավունքի պատասխանատվության մասին է։ Որոշումների համար պատասխանատվություն, ասված խոսքերի, ինչու՞ չէ գործած մեղքերի համար պատասխանատվություն։ Ուղղակի մարդիկ ուժեղ լինելը բառացի են հասկանում։ Ուժը շփոթում են ագրեսիայի հետ։ Իսկ իմ կարծիքով ուժեղ մարդը նա չի, ով իր տեսակետը պարտադրում է, այլ նա, ով ուղղակի կարողանում է այնպես անել, որ իր հետ հաշվի նստե։ Ուժը վախենալու կարողություն է, Սարա ջան։ Հատկապես, որ երկար ժամանակ չես կիրառել, կուտակվել է ներսումդ ու մի օր արթնացել։ Հստակ ուղղությամբ, հստակ որոշմամբ գնում ես առաջ։ Որոշում ես, որ այդ հարցը դու ինքդ պիտի լուծես։ Պատասխանատվությունը վերցնում ես քո ուսերին։ Ասում անում ես բաներ, որից հետո պիտի վերջակետ դնես, պիտի խաչ քաշես։ Բայց արի ուտես, որ նորից գալիս է կյանք ու ասում, որ գլխավորը ինքն է, որոշողը ինքն է։ Բայց դու ասել ու արել ես բաներ, որից հետո այլևս ոչինչ առաջվանը չի լինելու։ Ես քեզ կարող եմ օգնել։ Եթե իմանաս, թե ինչքան ես օգնել։ Մեր խոսակցությունից հետո ինքան էի ամաչում, վերլուծում էի քո բոլոր ասածները։ Հետ էի նայում ու հասկանում, թե ինչքան բան է կատարվելու, ես ոչ մի բան չեմ նկատել, որովհետև տարիներ առաջ որոշել եմ հաշտվել իմ իրականության հետ։ Իսկ ինչ-որ բանի հետ հաշտվելը նշանակում է, որ որոշում ես հավերժ դառնալ կույր ու խուլ։ Իրականում մեր խոսակցությունից հետո ես ինձ այնքան վատ եմ զգացել, որովհետև իրոք չէի ուզում քեզ նեղացնել կամ ինչ-որ վատ բան ասել։ Իրոք ինձ վատ է զգում։ Եթե դու չասեիր, այն ինչ ասեցիր, միգուցե ես չանեի այն մեծ քայլը, որն արեցի։ Եվ հետո պետք է ուժեղ լինել, որ կարողանաս բաց թողնել։ Ես իմ ամբողջ կյանքը ապրել եմ անցյալիս ու ներկայիս սահմանագծին։ Հայացքս միշտ դեպի անցյալն է եղել։ Չեմ էլ նկատել, թե ոնց է կյանքիս կեսն անցել, բայց հայացքս էլի ուղղված է դեպի անցյալը։ Մենք միշտ փորձել ենք մեր սխալներն ուղղել, միամտաբար կարծելով, որ երկար տարիների սխալը հնարավոր է մեկ օրում ուղղել։ Մեր մեղքի բաժնին լուրջ չենք մոտենում, այս դիմացինի մեղքը ամենամեծ խոշորացույցի տակ դրած դատում ենք։ Ու հետո պարզվում է, որ այդ դիմացինը, ով մեր աչքում ամենամեղավորն էր, Աստծո կողմից դառնում է օրհնված։ Հակասություններով լի է կյանքը, Սարա ջան։ Ես չգիտեմ ում մասին կամ ինչի մասին ես խոսում, բայց մի բան հաստատ գիտեմ։ Աստված միշտ էլ մեղավորներին ապաշխարելու հնարավորություն տալիս է։ Այն ինչ մարդու համար հակասական է, դա Աստծո համար օրինաչափ է։ Աստված մարդու սիրտն է քննում։ Իսկ մենք արարքներն ու արտաքինը։ Բայց արարքներն էլ են չէ սրտի եղածի մասին խոսում, բալես։ Ռեբեկան ինձ քիչ է նեղացրել։ Չէ, շատ նեղացրել, վնասել, բայց ինքը բարի սիրտ ունի։ Ես այդպես եմ նայում իրեն։ Ինքն ուղղակի աշխարհից, կյանքից նեղացած է եղել։ Հա։ Ոչ ոք հրեշ կամ մարդասպան չի ծնվում։ Դու էլի ճիշտ ես։ Մենք միշտ դատում ենք մարդու արարքը, բայց ոչ ոք չի մտածում, թե այդ պայն մարդու ներսում ինչ է կատարվել։ Կարող ենք իրոք անզգույշ քայլ ենք արել։
կարող է իր համար շատ թանկ ու կարևոր մի բան անզգուշաբար վնասել ենք։ Ում մասին ես խոսում։ Ձիանանա։